սենց մեծ ակնոցներ ա դրե ժեշտակցե ժեշտա դե ոսկի չի էլի իրականում Էսի տղեսա ասում է 100-նոց մեխ է հեսա ծռելու եկալում ծռում այս այդ դեմը հետում էր դեմքը կայնում էր ուստում ես հերմենի այս այդ խոսում էր չգիտեմ սասոցի Դավիթ եկավ մելիքին տվեց այս երեխին այս այդ խնդում էր նայում էր դեմ դժված եկավ քո հակառակորդը ինձ վեկալեց ակնոցները հատուկ Արա Ասեցինց եկավ կայնա եկե մտել էր բերարս դե սենց գլուխը շարժես վաղը 6-ին կգաս դե շենքի հետևը կտենակ շոուի մասն է էլի դա հենց այդ է նայ մարդիկ որ ասենք դե տենում են այդ խոսակցությունները իրար բրթել իրար չգիտեմ վատ բառեր ասել բոլոր մրցումները համարյա թե մասնակցել են Ջոշուա Ուսիկ ես զարմանում եմ այդ մարդու վրա Սաղին մոռանում է Բիվլը այդ ժամանակ որ մենք իրար այդ հավաքնել ենք եղել Բիվլը ամենա հա քիչ ստատուսով սիրում էր չէ հելնում էր ընդ փշատ էր հավաքում ես շատ չէ մասուր ցոգոն էր հավաքում Ապեսից ոզում էի իջնում էի մեկի միա չեն աշխարհի կոց այսին սպորտը վերջում չի մորտեմ է Дорогие друзья, ձեր հետ նորից մենք ենք պրոֆեսիոնալ բրոնզկամարտիկներ Նարեկ Աբգարյան եւ ես Գոռ Երիցյան։ Մինչև սկսելը կխնդրեի չմոռանայիք մեր հաղորդմանը բաժանորդագրվեիք, սեղմեիք լայքի կոճակները, կոմենտներ գրեք մեզ ու այդպիսի լիքը բաներ։ Ոնց ես Նար։ Լավ, հարցեր էլի ավելի շատ հարցեր։ Դե հա, կարևորը բաժանորդագրվեք ու հարցեր գրեք։ Պայտակ բաներ են գրում, ասենք հիշում ես, ասում ես սա իսկական է դրա մասին ոչ չեմ խոսած։ Իրականում հա լիքը տենց բաներ կա։ Հարց են տալի, այն անգամ մի քանի բան առաջ էպիզոդները որ նկարում ենք, առաջի թե երկրորդից հետո հետևորդներից մեկը բաներ գրե, հեճ է եղել է, դե բնականաբար ինքը հաստատ սպորտսմեն է եղել, որ այդ հարցը գրել էր, ասում է հեճ է եղել է, որ այն ժամանակ, ասենք, զբորների գնալուց առաջ կամ զբորներից գալուց հարցնում էին հա կրիր թե կրվար, ասում է իր հավաքների եմ գնում, չէ, ասում է որտեղից ես գալի, ասում ես հավաքներից եմ խոսքի գալի, Ծաղկաձորից, ասում էր կրիր թե կրվար, չէ, դες բաներ լիքը եղել է, ասենք, մարդկանց որ սպորտի մեջ չի մտածում էին հավաքները այդ ամրցումների ես միշտ էթում գալիս, բայց հələ տենց իշկան դեպքեր ա ելել, մի հատ հիշի որ անտեղյակ բանից, այն որ գնում ես, չէ, այն որ գնում ես բան, մի հատ առիթ նստում ես, որ սաղ քեզ արդեն այն որ մի քիչ կայացել ես որպես սպորտսմեն, մանեմ փոքր տարիքի մասին եմ խոսում, գորեն յունաշ մանաջեր վախտերը, գնում էիր բան, մի հատ ինչ-որ առիթի, մեկը գալիս էին, ասենք այն որ բանից անտեղյակ, սկսում էին բաներ խոսալ, միշտ մի հոգի, երկու հոգի, տենց բան էին, չէ, անում ցուցադրական ինքնահաստատվում էին մի քիչ խմած, գալիս էին արա գիտես ինչ ձևի բաքսոր ես կլնեի 75 կիլոն մի անգամից այսինքն շպրտում էի ասում։ 100-ատ տուֆ էի շարում մի 150-ատ ժիմ էի մի ձեռով անում։ Կամ տղես գիտես արա ինչ բաքսոր կլնի, աշխարհ չեմպիոն կլնի, ասում ես խի, ասում եմ մի ձեռով ժիմ անում 100-ատ։ Չկուտով տուրնիկ անում։ Կամ այն մեկը կա է, որ մի մոմենտ էս վերջերս վիդեոներ էին գցում։ Էսի տղեսա ասում է 100-նոց մեխ է հեսա ծռելու, վեկալում ծռում է։ Ու վեկալում ծռում է, չէ՞, իսկականից։ Վեկալում ծռում է, մի այդ մարդուն որ հարցնես, ինքը ասելու է բնականաբար բոքսից խոսք գնա կամ մի հատ այնպես միջավայրում հայտնվի որ բոքսորներ կան կասի էլի որ տղես կարա աշխարհի չեմպիոն դառնա խի որովհետև ասենք 100-նոց մեխա ծռում խոսքի այդ պրինցիպով գալիս կպնում է մեխից ջոգելով դելը լիքը նպատակներ կա մյուսը չագուչն է ծռելու ծռած ունի էլի ու տենց իշքան բանը իշքան պատմություններ կա որ խոսքի գալիս էին ասենք նստած էիր ելնում ոչ մեկին ձեռք չես տալի քո համար համեստ նստած ես մեկը կգա մեկը կնստի արա այն վախտարա անգա այդ ես ուժեղ սպորտսմեն կարա ելնեի խոսքի ասում ես լսում ես պրոստը անգա բանի շրջապատի խելքին խափին տարան Ռուսաստաններ ասում
Տենց թարգեցինք ասում է, էլի թե չէ շատ լուրջ։ Տենց խոսացողներ շատ կան, որ տենց թեկուս այն տաքսիները հələ չհաշված Արա չէ, տաքսիները էդի։ Առհասարակ, вообще սպորտից որ խոսում ես, Լյուբոյի մոտ պարտադիր մի բան պետք է պատմի, որ ինքը կարար սենց աներ, բայց չարեց կամ չգիտեմ, փողոցներն ընկավ կամ էս կոմեկոմ, բայց միշտ այդ պատճառը կա, էլի, ջոգիր։ Ինքն է կարալ, պրոստը չարեց։ Այնց այդ պրոստն է, էլի, առանձնացնում մեզ ու իրանց, որ ով դառնա սպորտսմեն։ Այդ խոսացողները միշտ կան, բայց ես իմ բանով, պրակտիկայով ինձ միշտ հանդիպել է այն ժամանակ, որ ասենք առիթներ ա եղել, ինչ որ ասենք բարեկամի առիթ հա կամ ինչ որ ծանոթի առիթ հա, այդ ումս կոմեր դե հանգիստ նստում ես, համեստ նստում ես։ Գալի հարցախեղտ են։ Մեկը գալիս են, մի քանի հատ արդեն են որ հայ ասած կոկոմը տաքացրած գալիս են նստում են արունը սկսում են խմել։ Ասենք մի օր մի հատ պատմություն պատմեմ, ես էլի ուժեղ պատմություն է, էլի հումորային էլի։ Արա գնում եմ նոր տեղափոխվել ենք մեր տուն, Մերձավան, նոր 7-8-րդ դասարան եմ, արդեն Եվրոպայից մեդալ էի արել, թե ինչ որ տենց հաջողություններ ունեի, ես ընդ մարդկանց չէի ճանաչում։ Ծնողներս դե են ապրել, բոլորը ճանաչում էին, բայց ես չէի ճանաչում ընդ համարյա ոչ մեկին։ Մտնում եմ մաման ուղարկում ա խանութ միս առնելու։ Մտնում եմ միս առնելու, մի հատ էս ջանով, 2 մետրանոց վախենալու անձնավորություն։ Հա, ասենք մի հատ sense մի 45-50-ի մոտ մարդ է կանգնած։ Տենց դե արդեն գիտի ինքը ինչ որ լսել է բան, որ բոքսոր եմ եւ այլն։ Ես չեմ ճանաչում ոչ մեկին։ Ուղղակի մտել եմ միս առնելու, միսը ասում եմ միսը կտա կշռում է, տալիս եմ եկե ապեր դու բան այն բոքսորն ես, հա, բան, sense։ Իլայի։ Հա, այնց իլայի էլի ասենք Ռուբոյի աղբոր տղեն է, չէ, Գագոյի տղեն է, բան, ասում եմ, հա, բան, արդեն գիտի, պրոստը հերվից մոտենում, հա, որ բանը ինքնագնահատականը բարձրացնի, էլի երևի, չգիտեմ, կամ է ուղղակի գլուխ գովալու միջոց է։ Ասում ես, հա, բան, բե ես դու գիտես ինչ ճանաչում ես, ասում եմ, չէ, ասում եմ, ես էլ եմ բոքսորել է։ Հավաքական թիմում եմ ել, Սովետ միության հավաքական կազմում եմ եղել, ասում եմ, շատ ուրախ եմ, բան, ինչ հաջողություններ եք ունեցել, բանը սովետական միության չեմպիոն եմ եղել։ Սայուզ եմ կրել, հա։ Սայուզ եմ կրել։ Այն վաղ մենք որ փոքր էինք, Սայուզ կրած մարդուն ոնց էինք նայում, ոնց որ Իսրայել Հակոբ Կոխյան խոսքի, նշան Դավիթ Թորոսյան, նշան Մունչյան, չէ՞, սենց էինք, չէ՞, սենց հաշված մարդիկ են իրականում Սայուզ կրել։ Ասենք իմ համար դա լեգենդար մարդ էր, ես հորողբեր ունեմ բանա մեծահասակների մեջ բրոնզա ունեցել, սաղ ազգը խոսում են դրա մասին ու մեկն է, որ միսա ծախում, ես բան չունեմ ասելու, ցանկացած աշխատանք է, բոլորն է հարգվում է, բայց Սովետ միության չեմպիոնը չի կարա էլ իմ կայնի միս ծախի դե։ Մեկի ասում եմ ինչ, հալավ ասում եմ, կարա, բայց քիչ հավանական էլի։ Հա, կարա, բայց դե ես չեմ լսել, իմ համար զարմանալու է։ Հա, բալբոմը ինչ որ մի ստատուսի մարդիկ են արդեն իրանք, ոնց որ հիմա ստացես պրոֆեսիոնալ աշխարհի չեմպիոն, հա, օրինակ Վիկտոր Չինյան, Արտուր Աբրահամ, այդ կալիբրի մարդը, ու մեկը էթա ստենաց, չգիտեմ, տենց այդ ստատուսի մարդը էթա ստենաց ապրես։ Հա, չի ապրես, հա, հիմա իմ համար այդ մարդը տենց որ ասում է, ես է փոքր եմ, 15-16 երևի, տենց ասում եմ յունիշների մեջ եք եղել, այսինքն 15-16-երի մեջ, հա, երևի, ասում է չէ, ասում եմ մալադյոժ, չէ, ասում եմ մեծ էր։ Մեծահասակների ասում եմ սովետական միության չեմպիոն եք դուք եղել, ասում է, հա, ասում է հորողբորիցդ կհարցնես։ Հորողբերս է բանա, Լենինգրադում ապրում, պետք է զանգեմ հարցնեմ, էլի ասում եմ դե լավ, արդեն իմ համար հասկանալի է ինչա կատարվում, դուրս եմ գալիս, ուզում եմ ասեմ Իշքանը տենց մարդ կա, որ ոնց որ թե ինքնագնահատականն է բարձրացնում այդ ձևով, թե գլուխ գովալու ուղղակի չես կարող դա իմանաս կամ հասկանաս սովետի վախտով ա եղել, բայց չեն հասկանում ինչ են խոսում, հասկանաս, դի չեն պատկերացնում դու այնց տեղում ես արդեն, որ ինչ ուզում անի գիտես։ Հա, դու արդեն թեկուզ 100 տարվա բանն է, արդեն կարաս հասկանաս, դու դրա մեջ ես, խորացած ես դրա մեջ, ինքը որ խորացված չի եղել, ինքը տենց է պատկերացնում, որ քիչ գիտես, էլի։ Ոնց որ պրոֆեսիոնալ բոքսորներ, դա Երևանում սիրողական բոքսորին, ասես պրոֆեսիոնալ հին աշխարհի չեմպիոններ, Բարերա, Մորալես կամ Պակյաո կամ ոնց կարան չիմանալ, նույն բանն է համարյա։
պրոֆեսիոնալ բոքսորներից խոսացինք, մտքից բան եկավ։ Այն օրը զալում նստած եմ, նարեկ, դե արդեն սպարինգները սկսվել է։ Ամեն սպարինգից առաջ հիմա դե թեյփ են անում ձեռներս, որ չվնասեմ, չցավացնում եմ էլի հիմնականում։ Նստում եմ 15 րոպե թեյփ են անում, փաթաթում են ձեռներս, դե զալից մի 3-4 հոգու փաթաթում են։ Ես, Քալումը, Քեյնը, չգիտեմ, Էլվիսը կամ այն մեկը, տենց են հիմնական էլի մարդկանց։ Արու սենց մտքերով եմ ընկե, պահի տակ, ամեն օր նարեկ 2 հատ բինտ, 2 հատ թեյփ, pads, ոնց է այդ բանը, պահպանիչ այդ պահպանող բաներ, որ սենց մի քիչ հաստ բինտի նման բանա, որ դնում ես չվնասվի ձեռներդ։ Այսինքն ամեն օր Ֆրեդին էդի տալիս է, որ իմ ձեռները կապեն։ Հաշվեցի հետաքրքրության համար մոտավոր $10 անում։ Էդի ջոգում ես ամեն օր։ Ու ասենք լավ, հաշվենք 5 բոքսյորի այտենց անում է ամեն օր $50 օրը։ Դու հասկանում ես տարեկան էդի շփող է։ Դե հա, բա ինքը ոնց որ ինքը կարա չանի, բայց ինքը անում է իր համար է նայ։ անում, 3-4 հոգու է ջիմում անում այդ ամեն ինչը, բայց ինձ ոնց որ դու սովորական ես նայում արդեն դրա որ տենց պիտի լինի, էլի, պիտի գնաս ձեռներդ կապեն։ Մենք սովոր չենք, Հայաստանում էթում ենք։ Ու սենց լուրջ փաթաթումներ, ու սենց մտքիս մեջ էդ է, սենց մտածում եմ։ Որ ասում եմ լավ, էլի տարին $3-4,000 ես մարդու մենակ թեյփի ու բինտի փող է տալի իմ համար, հասկանում ես։ Հա, բայց էդ էլ դրանից բացի մյուս կողմն էլ ասա էլի մեդալի, որ ամեն ֆայթից դե հա տոկոս ես տալի, բայց ոնց եմ էդի կարա նաև ինքը չան էդի պարտադիր չէ, դու չես կարող ասես, վայ չարեց էդի։ Այնց բան է էդի, որ կարաս դու անես։ Ես սենց եմ նայում, ճիշտ ես ասում, կարա բոլոր ջիմերում չի տենց։ Հա, ինքը իր համարել է ինչ որ ձևով, էդի ինքը իր համարել անում, քո համարել անում, սենց եմ ես նայում։ Դե հա, բնականաբար, բայց էլի, ասում, կյանքում չէի մտածել տենց բաների վրով, էլի։ Առաջի անգամ սենց մոտեցումները մի քիչ ուրիշ է, ուրիշ ընդ ջիմեր կան, որ դու ես բերում, չես բերում, չես անում, բան, տես բաներ կա, բայց Ֆրեդիի մոտ դե Ֆրեդին вообще ինքը բարի մարդ է, էլի, ինքը խոսքի որ տենում է պրոֆեսիոնալ մարդու հետ գործ ունի, ինքը ոնց որ չի գնում այտենց մանր բաների հետևից, ասենք $10 կամ $20 ինձ փող տուր, որ ես քեզ թեյփ տամ, ինձ բերեց աշխարհի չեմպիոնի ձեռնոցները ուղակի նվեր տվեց, տեսավ ձեռնոց չկա։ Ալեքսին գիտես քանի անգամ է կնոջս նվերներ ուղարկել։ Բարի մարդ է։ Կբերի, չգիտեմ, մի հատ սենց մագնիս կամ ինչ, ասենց, էսի բան կնոջդ նվեր կտաս իմ կողմից։ Ասում մերսի։ Տալիս եմ Ալեքսն ուրախանում է։ Կամ չգիտեմ, Ալեքսը ինչ որ պեյջենի է ուղարկում կամ բան է ուղարկում, տանում եմ հետս ջիմ, գիտես ոնց է ուրախանում։ Ասենք միրես Արմինեն բաներ թխե, ինչ որ տենց պեյջենիներ, կոնֆետ, բան, տենց բաներ էր ոչմ թխե։ Տարել էի ջիմ, նարեկ ինքն է սիրում է, չէ՞։ Հա, դե ուտելիք շատ է սիրում։ Հա, ահա որ տարել էի, ես տվել եմ։ Ապա ով մտավ զալ, երթվում եմ, ով մտավ։ Կանչեց, ցույց տվեց, ասում գորնա բերե, նայ բաներ անեց համով է։ Ուտում է, չէ՞ առաջարկում ջոգեր, որ սաղ մեկալ այդ քիչ էր, այդքան շատ չէր։ Ինքն էր ուտում, ասում էր, անենց համով է։ Ասում է։ Բա որ բամբաներ կա մի օր հայկական տանես։ Ես չէ մի անգամ կոնյակ եմ տվել Հայաստանից հետ եկի ինչ որ մի ֆայթիցս հետո գնացի Հայաստան հետո հետ եկա մի հատ կոնյակ բերեցի այնց էր ուրախացի ասում ա ես էսի նվեր կտամ էլի որտեվ չի կարելի խմել բան բայց ուրախացել էր Ֆրեդին ինձ թվում է դե հիշողության հետ է չէ խնդիրներ ունի ինձ թվում է այդ դրանք միտեղ ապա ես զարմանում եմ այդ մարդու վրա սաղին մոռանում է Պայտակ հա դեմքը ստենում է գիտի, երբեք չի եղել մոռանա տենց կամ չի հիշի ով եմ ինչ եմ բան, բայց բաներ կա մոռանում է, անուններ կամ էս կոմ են կոմ, չգիտեմ, ապա միակ մարդը որ կյանքում չի մոռանում Ալեքսն է։ Հա։ Նարեկ չի լնում դեպք։ Ֆիքսել է էլի կոնկրետ։ Ասենք գալիս է, ասում է վայֆը կինդ ոնց է, Ալեքսանդրան ոնց է։ Որա զարմանում են սա, ասում են ոնց է հիշում ես մարդ։ Ինչ ձևա ֆիքս է Ալեքսին սիրում ա ջոգում ես ահա որ Հիմա դե այնց մարդիկ են մոտը մտնում 100 տարի մոտը պարապել են Դե դու ջոգի բայց պահիտակ Չէ մեկին որ ինքը ֆիքսեց տրամադրում ա որ այդ մարդը չգիտեմ իրան հետաքրքիր ա կամ կարող է Всё ցմակը մնա Հա կստացի բոյի համար բան էին օպոնենտ էին ուղարկե հակառակորդ էին ուղարկե մի հատ բայց դուրս եկավ
մի հատ զախլիկ են Maurice Lika դեր տենց անունով տղա է, բայց նիստաբիլնի է, էլի կարող ասենք, չգիտեմ, բոյին 10 օր մնար 15 օր, ասեր չեմ կարող կամ ու սենց, ասեցին, որ չէ, ավելի լավ է փոխենք, բան, ասեցի փոխեք, հիմա սպասում ենք թազա մարդ են նայում, այս 2 օր արդեն կասեն հիմնական օվալնելու, արդեն Քալումին զույգ դրել են, Քեյնին դրել են, ես եմ մնացել մեկ է Ումարը։ Անա իշքան բան է, չէ, այդ պահերը, որ համեմատում ես սիրողականն ու պրոֆեսիոնալը, իշքան նիստաբիլ է, չէ, որ ասենք հավաքականի անդամ էինք, հավաքական թիմից, որ ինչ-որ միջազգային մրցում էին գնում, Եվրոպա աշխարհ էին գնում, դու գիտես հստակ, ասենք այս օրը կշերքն է, մյուս օրը բոյետա, եթե կշերքին ինչ-որ մեկը չեկավ, հակառակորդը հաղթանակը քեզ է գալի եւ այլն, չէ, բայց դա իշքան նիստաբիլ է, չէ, այդ սիստեման, այդ պրոֆեսիոնալի, ասենք դու գիտես էլի, քո հետ էլ եղե, իմ հետ էլ եղե, ասենք քաշը գցած գնացել ես, մեկը եկել է, ասենք 2 կիլո 4.5 pound, հիշում ես այն ուկրաինացու հետ պետք է բոյանեի, գնացի 4.5 pound ավել է։ Իսկ դու հիշում ես այս Մեքսիկի այդ վերջի անգամ որ պիտի բոյանեիր ոնց ախպերդ գնաց ստացավ փողերը իրա։ Էլի ծանր էր կայնել, չէր կարող իջնել, ու չէր կարող իջնել։ Ամենահեշտ բանն է, փողը առաջարկում, յանի որ բանը 20% իրա գանարարի 20%-ը, 10%-ը commission-ին է գնում, 10%-ը քեզ։ Բայց այն մեծ գոտու մի հատ ուժեղ fight կար, հիշում ես բանը Լուիս Նեյլին պետք է գոտին պաշտպաներ WBC քաշից 2 pound գորավել էր կայինը չէր կարացել իջներ $100,000 առաջարկել էր Ներիի մենեջերը $100,000 առաջարկել էր հակառակորդին չէին համաձայնվել բայց fight-ը չեղավ Fight-ը գոտ, եթե աշխարհի գոտու է, կներես չի կարա fight-ը լինի, եթե իրան քաշ չկանգնեն, էլի։ Այդ եմ պատմում, fight-ը չեղավ, գոտին ավտոմատ գնաց վականտ։ Վականտնի է։ Ու մնաց հետո, բայց այդ տղեն կրեց։ Բայց չեմպիոնը, եթե վականտնի է դառնում գոտին, չեմպիոնը պարտադիր ինքը պիտի կրվի դրա համար։ Ուրիշի հետ, բայց ինքը պիտի կրվի։ Իսկ եթե, ասենք, գոտու բոյիշի կամ գոտու բոյա ինքը ավել է կանգնում պայմանավորվում են գումարով, 100,000, 200,000 կապ չունի։ Իրանք բոյելնում է, բայց գոտու բոյ չի լինում։ Այսինքն գոտին եթե 147 pound-ն է, պետք է լինես 147, 4 ֆեդերացիա կա, 4 աշխարհի գոտի կա հիմնական։ Այդ 4 ֆեդերացիաները, օրինակ, ամեն ֆեդերացիա մի օրենք ունի, որ կշերքից հետո, օրինակ WBC-ին թողում է դու քաշդ բարձրացնես։ Մենակ հետո չէ, առաջ էլ հետո էլ, բայց հիմնականում IBF-ը, այն օրը Ռոմանն էր ասում, IBF-ը ինչքան ասեց, եթե չեմ սխալվում, 15 pound թե 10 pound կարաս ավել լես, հասկանում ես, այն քաշ գցողը, օրինակ 25 pound քաշ է գցում, դժվար է։ Շատ դժվար կլինի, բայց էդի կարծեմ 2000 մինչև 10 քանի թիվը չի եղել այդ օրենքը։ Հետո իրանք։ Հա, որտեղ մարդիկ ելնում էին 20 կիլո ավել էին։ Որովհետև կհիշես, բանի Կանելոյի Կոտոյի fight-ը, որ Կոտոյին կրեց Կանելոն։ Հա։ Այդ վաղտ, ես այդ վաղտ եմ, այդ որ քաշը գցել, բարձրացնելու հետաքրքրությունը ավելի շատ տեղից է եղել։ Այս վերջի բոյից, նարեկ, վերջի բոյից Քեյնը Սանդովալ 26 pound բարձրացել է։ Թե մի քիչ իրանց օրգանիզմը մերը ուրիշ է, իրանցը ուրիշ է, գոր։ Ինքը իրանք մեքսիկները вообще տենց են, շատ քաշ են իջնում ու շատ էլ հանում են։ Այդ օրգանիզմը տանում է այդ ամեն ինչ, էլի։ Մենք չենք կարող այդպես։ Դա անում է Չնայած դու վատ չես բարձրանում։ 12-13 կիլո հելներ։ Հա։ Ջոգում ես։ Մի րոպե, դու 7-8 կիլո հելնում ես։ Հա, հենց այդքան։ Ես էլ մոտ մի 6 կիլո հելնում եմ։ 8-ի իդեալականն է։ Քո քաշի համար մի քիչ էլ կարելի է։ 74-ով որ կռվում եմ, դա ամենաիդեալականն իմ քաշն է։
Չնայած 12 ռաունդի դեպքում արդեն ուրիշ ձև կպրոցանա։ Քաշ էլի։ Օրդ մեկը ինչ ուզում ես ասան արեք, այս պրոֆեսիոնալից հետո որ հիշում ես սիրողականը, որ ապա ոնց որ տարբեր աշխարհներում ես, ոնց որ դու նույն մարդը չլինես, ոնց որ այն վաղ ուրիշ մարդ էիր, ստե հիմա ուրիշ մարդ ես։ Դե բնականաբար ապեր ես մրցում եմ գնացե առաջի օրը կշռվել եմ, որ ֆայթը որ պետք է լինեն 1:16-ին ազատ եմ մնացել, երկրորդ 1:8-ը վիրավորվել է, կրակել են, վիրավոր ա եղել, չեմ կպել ու կպել եմ։ Այսինքն կրակել են վիրավորել։ Էրը դե չգիտեմ ինչ որ հիվանդացել եմ, չէ, չէ։ Հիվանդացել է, ասենք 1:8-ը չեմ կպել ու Կազախստանի աշխարհի առաջնությունը ու բանը Արամ ոնց որ 10 օր հետո եմ կշռվել։ Այսինքն լուրջ եմ ասում, մի հատ կշռվես, 10 օր պահես քաշդ ու նորից կշռվես։ Ահա որա։ Ու ընդել գիտես, մյուս օրը պետք է արդեն մի հատ եթե կրես, արդեն մյուս օրն ես բոյ անելու, ընդ պարտադիր պետք է պահես, էլի։ Այդ ժամանակ Բեգոյանը չէր ասում, նա գա երեխեն մի քիչ մասաժան եմ քաշը գոնե իշտի 200 գրամ։ Այդ որ բոյ ունեին, բայց հələ մի քանի օր կար դեմդ քաշ բաց, սոված բանը որ չես ուզում պարապես երեխեն գա մի քիչ մասաժան եմ քաշի իշնի 200-300 գրամ ասում էր։ Միշտ ուզում են ինչ-որ լավ բան անել, բայց այդքան ձեռի տակ են որ բան չկար, ռեսուրս չկար, ասենք մի հատ բան էր տալի, չէ՞։ Այն կլոր sense շարիկ վիտամիններ, վիտամին D էր, ասում է, էսի ինչ էր, գցում ես, ասում է, էսի շատ ուժեղ բան է։ Օպիր, չես պատկերացնում։ Էսի ուժեղ է։ Չէ, դե Բեգոյանը շատ լավն էր։ Մեզ շատ էր սիրում։ Մեր համարը միշտ կռիվ էր տալի։ Դե հիշում ես այն Բահամոյի ժամանակ, երբ որ ֆեդերացիան Բահամոն էր ղեկավարում, այդ ժամանակ բոլորը գիտեն, էլի Հայաստանում մենակ բոքսերները չէ, սպորտսմենները, բոլորը գիտեին, մարդ կար մի տարի Բեգոյան Համլետը մի տարի Հարութը Պրազյան մի տարի աշխատավարձ չէին ստացել։ Ու բոքսերներն են նույն ձևի, ասենք մի տարի չէ, բայց հաստատ 3, 4, 5 ամիս չէին տալիս, ասենք։ Այդ ժամանակները հելնում պայքարում էր, միտինգներ էր անում դրոշներով։ Չէ, հելնում խոսում էր միշտ անարդարության դեմ միշտ խոսում էր, որ ինչ պարագայում ով ուզում էր ելներ։ Հիշում ես որ ասես մեծ դանակ ուներ, որ Ալիբեկ հելնելուց մեջնի մոտներ, ֆանարիկը։ Բայց գիտես խեր պահում էդի։ Արջ-մարջ գա։ Չէ, արաս պասի պատմում այդ պատմություն, ուրեմն մի օր Բեգոյանից բարձրանում Ալիբեկ մենակով, դե սիրում էր, չէ, հելնում էր ընդ փշատ էր հավաքում, ես։ Փշատ չէ։ Մասուր փշատ։ Ցոգոն էր հավաքում։ Ոնց ծաղիկներ էր հավաքում, ախպեր, լուրջ եմ ասում։ Իսկականից ինչ ասես այտենց գեղեցիկ բաներին, ինքը բաքսորա, օպի մի չտեսնված օց բասում է, իջել է, հոպի չես պատկերացնում ինչ եմ տեսի։ Ասում եմ ինչ ընկեր Բեգոյան, օպերսից վազում էի, իջնում էի, մեկի մի հատ չեն աշխարհի կոց այսինքն սպարկած։ Ասում ես թռավրից, ասում ես վռամ նայեմ, օպերսից սիրուն նայումա վրես ասում ես։ Մի հատ չտեսնված սիրուն օցեր ապեր։ Մի խոսքով ինչ է Վերջի մորտ է բայց։ Չէ, արա սիրում էր այտենց բաներ, կենթանական բնություն բան։ Հա, այդ դանակը, արա մի օր հելնում է այս մարդը, մենակով Ալիբեկ ձմեռ ալնում։ Արա վախենում է, այդ վաղտ վախեցել է, ինչ որ գնացել է բժշկի բան, շաքարն է բարձրացել բան։ Գելը արա տեսե։ Գելեր են հելե դեմը։ Լավ է։ Հա, այդ դանակը դրանից հետո էր պահում։ Դանակը որնա թուր էր եկա։ Հա, եկա թուր էր, սենց փագովի բացովի։ Տղեկն է մեծ էր էլի, մեծ հավաքականը մեծերը։ Հենց տենում էին Բեգոյանին, սպրիկոլներ ունեին էլի, հենագելը, գոռում էին, հենագելը։ Ախ, Բեգոյան ջան։ Մերես հիշում ես որ Բեգլարյանի բազայում զբորների էին գնում։ Դալմայի կողքը։
Բեգլարյանի բազա 1000 անգամ ենք եղել։ Դե հա, դե վատ պայմաններով շատ զբորների են գնում։ Այդ աշխարհի, չգիտեմ, մեկ է բանում կարող է Կամբոջայում ավտոբուսը որ գալիս էր Կամբոջայում մեկ է այդպես բազա կարող է ավտոբուսը գալիս էր բարձվում էինք մեջը գնում էինք Դինամո պարապմունքի հետ էինք գալիս Բա հիշում ես որ շորերը փռելու տեղը արա ինչ փոշի էր արա գցում էինք sense տրուբի վրա յանի որ շորներ գալիս էինք մի րոպե հետո չորանում էր վերցնում ընեց ժեշտ ընեց արևը տալիս էր մի րոպե հետո չորանում էր շորերը Սենյակ հիշում ես որ մի հատ ընդեի խոհարարի թե ինչ որ մի աշխատողի մի հատ երեխա կար հիշում ես որ այն վեշնի եթում էինք այդ ժամին այն թախտին նստում էր որ առանց վիզ երեխա էր այսպես վիզ չուներ вообще երթում եմ վիզ չուներ այդ երեխան գլուխները փորը այսպես նստում էր ես նարեկն եւ այդ երեխուն տենում էր այդ մեր sense մոտիկս մեր այդ մի հատ Սասունցի Դավիթի հեքիաթն էր Ես իմ Մարտունու ակցենտով էր, ուրդու ակցենտով էր պատմում, չէ՞, որտե է ակցենտով էր։ Շատ։ Ոобще մի հատ արաշատ։ Այդ ինչ հիշե։ Ո՞տ է մեր այս նստում էր, այսպես դեմը հետում էր դեմքը կայնում էր, ուստում ես Հերմենի, այսպես խոսում էր, չգիտեմ, Սասունցի Դավիթ եկավ մելիքին տվեց, այս երեխին այսպես խնդում էր, նայում էր դեմքին։ Հեմմենին հենա թոփին լատա ճամփին։ Որ երեխու դեմքը այսպես նայում էր դեմ Որ չէր ուզում էր հասկանալ, մեկու մեջ հասկանում էր, մեկու մեջ չէր հասկանում, sense վիզս չռեցնելով ֆորում էր, sense նայում էր մորը բան, հա։ Բայց ամեն օր սպասում էր երբ էինք պարապմունքից գալի, որտեղ այդ խոսայր էր, հա։ Երջանկանում էր, այդ երեխու զբաղմունքն մենք էինք։ Դու էիր զբաղմունքը այդ երեխու։ Զբորներ արա շատ հետաքրքիր էր զբորները։ Երջանկություն էր զբորները ոնց։ Ուրիշ հավաքականների հետ զբորներն էլ շատ ուժեղ անցնում ռուսների կամ կազախների գալիս էին։ Սովորում էինք միշտ շատ հետաքրքիր։ Ստացի մի հատ մեկը մեզ գրել էր հարցեր գրած մեր ռուսների հետ բիվլի հետ զբոր արել եք կամ ինչ-որ հայտնի բռնցքամարտիկների ում հետ եք զբորների մեջ եղել էլի հետաքրքիր է բան ձեր անցած ճանապարհը ով է եղել էլի հայտնի հիմիկվա հայտնի բոքսերներից ում հետ եք եղել զբորների մեջ զբորների բիվլին է շեշտում էր դու օրինակ քո հասակակիցներից որ հիմա պրոֆում են որ խեմ ասում պրոֆում են որտեվ սիրողականում աշխարհի չեմպիոնը օլիմպիադայի չեմպիոնն են ելնում ասենք այդքան հայտնի չեն ելնում բայց կարան սիրողականում ոչ մի բան չունենան, մեկ է դառնան պրոֆում աշխարհի չեմպիոն ու դառնան շատ հայտնի մարդ։ Օրինակ հենց այդ հենց Բեսպուտինը աշխարհի չեմպիոն դառավ WBA-ի իմ քաշում իրարից թե սպարինգներ էին անում, Ստանիոնիսը լիտվացին, էլի զբորների են իրար հետ միշտ եղել Լիտվայի հավաքականի։ Դու ֆայթ բան սիրողականում արել ես Ստանիոնիսը, հա։ Կրել ես, չէ՞։ No, 14-12 կրվել եմ, այն վաղտեն աչոկներով էր։ Շատ մոտիկ բո էր, Ուկրաինա, որտե էինք, չեմ հիշում Ուկրաինա որ քաղաքներ։ Կարծեմ Բաչկովն էլ արե հետը։ Պուլուզյան Արոնելը հետը արե ֆայթ։ Արոն հաստատ չի արե։ Արոն հաստատ չի։ Չէ, Բաչկովն էլ չի արե։ Բաչկովը բանի հետ արե, այն մյուսը կար։ Հա։ Պետրաուսկաս։ Բանը չտվեցին, էդի հենց ուղեգրի մրցումներն էր էլի այդ օլիմպիական ռեյտինգի տուրնիրն էր որ կարծեմ պոլոֆինալում էր Բաչկովը հետը ու սենց բո էր որ կարային մեզի տային, կարային ընդե տային, բայց ավելի շատ ակտիվ էր վերջում Բաչկովը կարային տային էլի հանգիստ չտվեցին այդ բոյը։ Մերն էր էլի, այն որ հետո էդի ոնց որ վերլուծելով մեր պատվիրակությունը բան Բաչկովին ընդե մի հատ յուրահատուկ ձևով բան ընդե կազմակերպեցին որ ուրիշ պրոֆեսիոնալների հա պրոֆեսիոնալների առաջնություններ որտեղից որ էլի ռեյտինգ կարար վեկալվեր բայց հավաքական թիմերը չէին մասնակցում մեր երկրից որպես պրոֆեսիոնալ բոքսեր ներկայացավ Բաչկովը չեմպիոն եղավ չէ հա չեմպիոն եղավ այդտեղից է ռեյտինգը վեկալեց օլիմպիական հա այտենց սաղ համարյա եղել են այդ հարցը բիվլն էլ ա եղել չէ ձեր այդ հարցը մենք հավաքների շատերի հետ ենք եղել Լամաչենկոյի հետ էլ եմ եղել
կհիշես Ծիշենկո կար Ալեքսեյ դաբլ Ծիշենկո, օլիմպիական օլիմպիական չեմպիոն չեմպիոն։ իրանց Վադապյանը։ Բիվլը այդ ժամանակ որ մենք իրար հետ հավաքնել ենք եղել Բիվլը ամենա աստղ Հա, քիչ բոքսերը չէր ստատուսով, էլի հա։ հա կարելի էր ասել այն միջին ստատուսով ընդ հայտաղեք կային Արմենը Զաքարյան Եվրոպա չեմպիոն Էյձիկը Բետերբիևն էլ ա եղել չէ։ Դավիթը Հայրապետյան Հա, Եվրոպա Արմենը աշխարհի Զաքարյան, պրիզիոր ճիշտ է, Միշան Ալոյան, ընդ ավելի լուրջ տիտղոսակիր տղեկ կային, բայց սաղի հետ էլ ասենք ավելի շատ, որ հավաքների չասեմ, ավելի շատ կարամ ասեմ, որ հայտնի բոքսերների հետ, օրինակ բանի հետ պարապունք ենք արել, իրար հետ զույգ ենք կանգնել Ռամիրեսի, Կուբացի, որ Ռոբեյսի Ռամի։ հա, Ռոբեյսի որ պրոֆիլ աշխարհ չեմպիոն եղավ օլիմպիական խաղերի ժամանակ իրար հետ զույգով աշխատել ենք մրցում բոլոր այդ ժամանակաշրջանի այդ ամենալավ տղեկի հետ միշտ բոլոր մրցումները համարյա թե մասնակցել ենք Ջոշուա, Ուսիկ, չգիտեմ ընդ սա հետը մասնակցել ենք, բայց Բիվլը բան այդ ժամանակահատվածում ընդհանրապես ռուսները շատ էին գալիս Աղկաձոր Մենակ ռուսները չէր։ Ռուսաստանը, Իռլանդիան էլ եկել, Լիտվան, Լատվիան հիշում ես, Լիտվա միշտ գալիս էին դրանք, միշտ հետներս հավաքներ էին անում, ինչի որովհետև մեր տարածաշրջանում անավանդ Ծաղկաձորը շատ բարձր է, ինքը թթվածինը քիչ է դրա համար սպորտսմեններին դա շատ կարևոր է որ բարձր տեղում մարզվելուց հետո իջնեն ներքև թոքերը մեծանում է այդ բայց իրականում շատ հրաշք տեղա Ծաղկաձորը շատ հա դե էդի սովետից եկած բազա է Ստեմյա Ծաղկաձորը ներ չէ գտեզեր հա մի հատ էլ հարց ունենք շատ հետաքրքիր հարց է Պակյաո Մարգարիտո ֆայթի հիշում ես հա այդ ֆայթի ժամանակ Մարգարիտոն Ֆրեդիին խփում է թե բրդում է տենց մի բան ալնում։ Տեսել եմ ես էդի շատ Այդ տենց մի բան ա լինում, հա, ու Պակյաոն ասում է ես քեզ ֆայթի ժամանակ ցույց կտամ, էլի, որ նա խփել է կամ բրդել է, ոչ եմ, այդ տենց ասում է։ Ու այս մարդը շատ տեղեկացված էր, էլի, այդ ամեն մանրամասներով գրել է հարցը, որ այդ դեպքին ոնց եք վերաբերվում։ Պակյաոն դե շատ ուժեղ աշխարհն է տեսել ոնց է հաղթում Մարգարիտոյին ու ոչ թե հաղթում է, ծեծելով է հաղթում, էլի։ Շատ ուժեղ ու ինքը հարցնում է մեզ, որ մենք որպես հայ, մեր դաստիարակությունը կամ չգիտեմ, մեզ թույլ կտա տենց բաներ անենք կամ вообще այդ կադրից, այդ կշերք եղավ, դրանից այն կողմ կամերայից ինչեր ալնում, հետաքրքիր է, էլի, вообще ոնց ենք մենք դրան արձագանքում կամ ոնց ենք պատկերացնում, էլի, այդ վիճակները։ Բայց ես դե այդ վիդեոն տեսել եմ ես անոնց վատ եմ զգացել ինձ, նախ որ իմ մարզիչն է Առաջի հերթին դրա համար եմ ինձ վատ զգացել, հետո երկրորդ հերթին էլ ինքը երևում է որ վատ առողջ մարդ է տարիքով, ասենք մեր մենտալիտետը իրոք թույլ չի տա մեզ այտենց բան անենք, բայց մարդիկ կան որ այդ էլեմենտար բանը, դաստիարակությունը, բաները չեն ստացել, այդը մենակ Մարգարիտոն չի, դե բանը Ռիոսն էլ է, չէ, որ բանը անում, էլի բուլինգ անում Հա, հետո է բանի Մարգարիտոյից հետո էլ այդ Ռիոսին է, չէ, սատկացնում։ Երկուսին էլ տփում է, այդ վիդեոն էլ կա, որ ոնց որ սկզբից այդ կադրներն են ցույց տալիս, հա, ինչեր են խոսում, ձեռ են առնում, երկուսով Մարգարիտոն ու Ռիոսը իրար հետ խոսում են ու ձեռ են առնում, ասենք Պակյաոին, Ֆրեդիին, բան, երկուսով տենց բաներ են, պրիկոլներ են անում, հետո ցույց է տալի մյուս կադրը, ոնց է երկուսին սատկացնում Պակյաոն։ Դե բան չկա ասելու ինձ թվում է։ Օրինակ իմ հետ 21 հատ ֆայթ ունեմ։ Մի անգամ չի եղել այդպես բան։ Ոնց։ Ընդ բանը, այն վաղ տղեկը ասում էին օրինակ որ հələ նոր ենք էլի պրոֆ անում, ասում են օրինակ որ քրֆի ինչ կանես։ Դա, օրինակ երթվում եմ, տենց բան հարցրել են։ Հա ինձ է։ Ասենք գա սենց նագլի ինչ որ բան փողոցի են հին քարտ ու բան, ախպեր մի տեղ կայնացել ես գա կֆուրտա, ինչ պետք է անես։ Ցենջ ես անելու։ Դանակը կանեմ կխփեմ, ինչ պետք է անեմ։ Ես իրան կգրվեմ։ Всё, это։ Օտար ազգաստ է, անենց
աննորմալ բաներ կտենաս, որ ընդհանրապես քո հասկացողության մեջ չի, բայց տենում ես ուզած թե չուզած, հիմա ինչ անես։ Հաճա դա շոուի մասն է, էլի, դա հենց այդ է, նայ մարդիկ, որ ասենք դա տենում են, այդ խոսակցությունները իրար բրթելը, իրար, չգիտեմ, վատ բառեր ասելը կամ այս կամ դա շոուի մասն է, դրանով ավելի է ծախվում այդ շոուն։ Այդ մարդկանց հետաքրությունը ավելի է մեծանում, մարդիկ ուզում են նաև այդ Չէ, մարդկա թույլ է տալի, որ իր հանդեպ անեն, մարդկա թույլ չի տալի, օրինակ մարդ, քեզ անենց չես պահում, ես ինձ անենց չեմ պահում, որ խոսքի դիմացինս իրան ավելի նոր բան թույլ կտա։ Մի բան է խոսում, դե sense գլուխդ շարժես, վաղը 6-ին կգաս դե շենքի հետևը կտենակ։ Շենքի հետևը կտենակ։ Ինչ պետք է անես։ Հիշում ես մի հատ fight ունեիր, չեմ հիշում որտեղ էր, մեկը sense գժված եկավ, զույգը էլի, քո հակառակորդը, sense վեկալեց, ակնոցները հատում։ Արա, sense եկավ կայնա։ Եկե մտել էր բերանը ակնոցներով։ Բայց բան չասես, բան չխոսած, պրոստը դա հիշում եմ, որ բայց այսպես նայում էի դեմքին ուշադիր, չի հասկանում ինչ ուզում անի։ Գնաց հատուկ ես իմ ով էր ընդ կայնացրել էր մեկին ակնոցները, գնաց այդ ակնոցները վեկալեց, ճպսրեց, վրան եկավ sense Շատ եկավ տեսնեց, դրա համար մյուս օրը 4 ռաունդին մեռավ։ Явник Ուտես լիքը դեպքեր ալու։ Բայց որ այդ պայն ասենք միացենց տոն 10, բրթես կամ մի բան, всё, դարավ։ այդ եմ ասում էլի, ոնց որ պետք է քեզնից էլ ոնց որ կախված դու քեզ ոնց կպահես, որ կհասցնես այն մակարդակին, որ քեզ ինչ-որ վատ բան ասեն, կասեն։ Արա որ այդտենց մեկ է այս կշերքներին թվում էր հիմա վայլքարտում տղեկ կան, մեքսիկներեն խամ են, որ անունով չեն, տենց, բայց լավ տղեկ են։ Արա մեկ է տենց կեթան կջոգեն, չգիտեմ, շորեր ունեն հատուկ կշերքի էլի, ասենք սենց մեծ ակնոցներ ա դրե, ժեշտա գցե, ժեշտա դե ոսկի չի էլի իրականում, ժեշտա գցե մինչև ստե մի 7 հատ բրասլետները բան մատանի ատամները սանդովալը ատամները ժեշտից ատամները բրլիանտայանի, բայց ժեշտա սաղնակաների մեջ է ինչ արա շատ լավն է ինքը ինքը իր պատկերացման մեջ է տենց է իր աշխարհը տենց է որ խոսքը բայց տենց ասի պարապունքը բրծնում է մտնում է կոկն է վայլքարտում է ապրում սենյակից վեկալում է դնում է տենց նոր փոխված դնում է այդ ատամները գալիս է զալ նորից հա ինչ ոսկուց ատամները ոսկուց չէ էլի դե բուլատ ժեշտա բուլատ որ դրին եկար զալ ինչա փոխում ասեք ու չի կարող խոսալ ճոճոճոճ ցած արելով խոսում ասեն բանը մեծ կնանիք են լում է որ ատամ չունեն պրոթեզ են դնում դե չեն կարող խոսան անգնում ալ ընդերի վրից բան այդպես խոսում ա ճոճոճոճ անցած կյանքում կաչաղակ է էլի շատ հետաքրքիր է շատ ժողովուրդ ջան խնդրում ենք մի մոռացեք մեր մասին բաժանորդագրվեք եւս մեկ անգամ ու ակտիվ եղեք մի քիչ հարցեր գրեք, որտեվ նորից եմ ասում, այդ հարցերը մեզ ստիպում է, որ ավելի ընդարձակվենք, այսինքն ձեր հարցերի իման վրա մեր թեմաները լա շատանում, բացի շատանալը ավելի լուրջ տեղեկություններ ենք տալի, ավելի խորացված տեղեկություններ ենք տալի ձեզ, նենց որ հարցեր գրեք մեզ, լայքեր արեք ու ամենակարևորը բաժանորդագրվեք մեր էջին, որ մենք էլ կարողանանք շատ հետաքրքիր հաղորդումներ ձեր համար թողարկել։ Կարակ մենակ բոքսից, չէ։ Առասարակ սպորտի վերաբերվող ցանկացած հարց գրեք մեզ ուղարկեք։ Կիմանանք ինչն է ավելի շատ հետաքրքիր։ Ձեզ հետաքրքրող հարցերին կունենաք պատասխաններ մեր միջոցով, էլի։ Ոնց ասիր։ Հետա